Եթե Միացյալ Նահանգներն Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուց առաջ փորձում է բանակցել, ապա Իսրայելը չի էլ ձգտում դիվանագիտական լուծման։ Իսրայելի ռազմաօդային ու ցամաքային ուժերն այս գիշեր հարվածել են Լիբանանի հարավային ու արևելյան շրջաններին։ Իսրայելի պաշտպանության բանակի պնդմամբ սա ամենածանր ռմբակոծությունն էր Միացյալ Նահանգների միջնորդությամբ հաստատված հրադադարից ի վեր։ Արաբական երկիրը հրթիռակոծվել է ավելի քան 120 անգամ, Ցախալի պնդմամբ թիրախավորվել է Հզբոլլահի ավելի քան 100 ենթակառուցվածք։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրահանգել է ինտենսիվացնել Իրանի պրոքսի ուժերի դեմ գործողությունները։ Իսրայելի պաշտպանության նախարարի, զինված ուժերի շտաբի պետի եւ անձամբ իմ հանձնարարականով նրանք խորացնում են մեր գործողությունները Լիբանանում։ Մեր պաշտպանության բանակը մեծ ուժերով ցամաքային օպերացիա է իրականացնում ու մեծ տարածքներ գրավում։ Մենք ամրացնում ենք անվտանգային գոտին հյուսիսային շրջանների համայնքների անվտանգությունը պաշտպանելու համար։ Օդային ինտենսիվ գրոհների հետևանքով կա ավելի քան 30 զոհ, 40 վիրավոր, այդ թվում երեխաներ եւ կանայք, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Արաբական երկրի տարբեր բնակավայրերում ավերածություններ են, մարդիկ զրկվել են տնից եւ ունեցվածքից։ Իսրայելի նման պահվածքը արձագանքնու հայտարարությունները կարելի է բացատրել նրանով, որ Իսլամաբադի բանակցություններում հավանաբար առաջընթաց կա, եւ Միացյալ Նահանգները Իսրայելին դուրս է թողնում հրադադարի համաձայնագրից։ Հետևաբար Իսրայելը փորձում է վերցնել նախաձեռնությունը իր զայրույթը թափել դիմադրության ուժերի վրա ու հանցագործություններ իրագործել։ Սակայն Իսրայելը լուրջ խնդիրների է առերեսվում մարտի դաշտում։ Նրանք շատ շփոթված են Հզբոլլահի իսրայելցի զինվորներին թիրախավորող անօդաչուներից։ Հզբոլլահի ԱԹՍ-ներն իրական դժոխք են Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների համար։ Վաշինգտոնի միջնորդությամբ ապրիլի 16-ին հաստատված հրադադարից ի վեր 11 իսրայելցի զինվոր է զոհվել, որոնցից 4-ը անօդաչուների հարձակումից։ Լիբանանի խաղաղ բնակչությունն ամենօրյա սարսափի մեջ է, մարդիկ չեն կարողանում հանգիստ ապրել, աշխատել ու սովորել։ Իսրայելի վարչապետի հայտարարությունից հետո մարդիկ տագնապի մեջ են, վախի մթնոլորտ է, չենք կարողանում խաղաղ ապրել, մարդիկ իրոք տառապում են։ Իսրայելը հարվածում է որտեղ ցանկանում է, ցանկացած թիրախի, ցանկացած տեղանքի, ով պետք է կանգնեցնի նրան։ Պատերազմի մասին այլ է պատկերացումը հակամարտության մյուս կողմում։ Մենք պետք է շարունակենք նրանց գրոհել, հակառակ դեպքում նրանց հարձակումները անվերջ կշարունակվեն։ Այն, ինչ տեղի է ունենում Լիբանանում, շատ լուրջ է, դա ահազանգ է, որ պետք է գործը ավարտին հասցնել։ Հակառակ դեպքում այստեղ Իսրայելի հյուսիսում բնակիչ չի մնա։ Սակայն իսրայելցիներից ոմանք կարծում են, որ պատերազմում կորուստներ լինում են երկու կողմից եւ հակամարտության ժամանակ ոչ ոք չի հաղթում։ Իսրայելը պատերազմում է երկու ճակատով։ Հրեական պետության ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Գազայի արևմտյան շրջանները։ Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարը հայտարարել են, գրոհի հետևանքով ոչնչացվել է Համասի ռազմական թևերից մեկի հրամանատարը, որը հոկտեմբերի 7-ի արյունալի հարձակման ճարտարապետներից էր։ Կան ավերածություններ, փլատակներից դուրս է բերվել 6 մարմին, կան բազմաթիվ վիրավորներ։ Թուրքիայի նախագահը խիստ դատապարտել է Գազայի վրա Բիբիի գրոհները։ Հավատում եմ, որ Նեթանյահու անունով բռնակալը արժանի դաս կստանա աշխարհի մուսուլմաններից։ Հուսով եմ, որ մենք դրան ականատես կլինենք հնարավորինս շուտ եւ բոլորս միասին։ Financial Times-ը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Գազան վերականգնելու համար Միացյալ Նահանգների նախագահի ստեղծած խաղաղության խորհրդի մասին։ Պարբերականը գրում է, որ հիմնադրամը մինչև այսօր դատարկ է, մուտքագրված գումարը հավասար է $0, իսկ կազմակերպությունն ինքնին հայտնվել է իրավական ու քաղաքական փակուղում։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։